Փառք ամենակարող Տիրոջը, սիրելիներ։ Գիտեք, ուրախություն է ամեն անգամ գալ Աստծո տուն, վայելել նրա սուրբ ներկայությունը, օրհնել Աստծուն, պաշտել նրան, ասել քո ամենանվիրական զգացումների մասին։ Բայց ժամանակն է, որ նաև անցնենք խոսքի ծառայությանը եւ այն ինչի մասին այսօր խոսելու եմ, տարիներ առաջ մի անգամ հիշում եմ Սեդրակ եղբայրը խոսեց այս մասին, հայտնության 7 եկեղեցիների մասին, եւ եթե կհիշեք շատ պատկերավոր 7 հոգի այստեղ կանգնած էին որպես այդ եկեղեցու ներկայացուցիչներ եւ ամեն մեկի վրա Սուրբ Հոգու խոսքը հռչակված, թե գովեստի խոսքերը եւ թե շտկումները ուղղված էին եկեղեցիներին եւ մենք նայեցինք դա եւ շատ հրաշալի պատգամ էր։ Նմանատիպ այսօր մի նյութ կա սրտիս, այս անգամ ոչ թե կխոսեմ 7 եկեղեցիների մասին հայտնության, այլ կխոսեմ հաջորդ 7 եկեղեցիների մասին, այսինքն Գործք առաքելոցից հետո հռոմեացիների մասին, կորինթացիների մասին եւ այսպես Գաղատացիս, Եփեսացիս, Փիլիպեցիս չեմ ուզում թվարկել բոլորը, բայց հետաքրքիր է, որ Պողոս առաքյալը 10 ուղերձ գրեց դրանից հետո, իհարկե Եբրայեցիս թուղթը մինչև հիմա դեռևս չեն վերագրում Պողոս առաքյալին, քանի որ իր սկզբի հատվածում սովորականի պես չի ներկայացնում, որ ես Պողոսս գրեցի կամ այսինչի ձեռքով կամ մի խոսքով, բայց մնացած թղթերը բոլորը միասին կազմեցին 10 գրքեր, որոնցից 3-ը ուղղված էին անհատներին, Տիմոթեոսին, Տիտոսին, Փիլիմոնին, մնացած 7-ը ուղղված էին եկեղեցիներին։ Հետաքրքիր զուգադիպություն է, չէ՞։ Հայտնության 7 եկեղեցիներ եւ Գործք առաքելոցից հետո նորից 7 եկեղեցիներ եւ նորից Սուրբ Հոգու ուղերձը 7 եկեղեցիների։ Հատկանշական է այն փաստը, որ Պողոս առաքյալը գրում էր դա Ասիայում, Եվրոպայում, նաև բանտերից որոշ թղթեր, իսկ Հովհաննես առաքյալը աքսորված Պատմոս կղզում իհարկե քիչ ավելի ուշ ժամանակագրության մեջ։ Մի այսպիսի խոսք կա, ասում է նորը դա լավ մոռացված հինն է։ Սողոմոնը այսպիսի մի խոսք ուներ, ասում էր ինչ որ կա երկրի վրա արդեն եղել է, որևէ նոր բան չկա։ Եվ գիտեք, այն փուլերը, որով անցան եկեղեցիները, այդ նույն փուլերով այսօր անցնում ենք նաև մենք։ Այսպես լավ է։ Շատ լավ։ Ուրեմն եկեղեցին անցնում են նույն փուլերով, նույն ընթացքով։ Հիմա կասեք մենք ապրում ենք 21-րդ դարում, այնքան բան կա, որ այն ժամանակ չկար։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք, եղել է նաև այն ժամանակ։ Անցնենք մի փոքր առաջ, այսպես եմ անվանել այսօրվա պատգամը։ Պատմությունը կրկնվում է։ Եվ որպես պարզաբանում այս ենթավեռնագիրը եկեղեցու բժշկության բանալիները։ Գիտեք, կգտնվեն մարդիկ, որ կասեն, եղբայր, ինչի մասին ես խոսում, եկեղեցին սուրբ է, եկեղեցին անարատ է, դու ինչպես ես ասում, եկեղեցու բժշկություն, եկեղեցին Քրիստոսի հարցն է, կատարյալ է։ Ես չեմ պատրաստվում որևէ շեղում տալ Սուրբ Գրքից եւ նրանից հեռանալ իմ խոսքի մեջ կամ այն բաների մեջ, որ պիտի ասեմ։ Մի համար կմեջ բերեմ, հղում կանեմ Հայտնության 3-րդ գլուխ 18 համարին, որտեղ Սուրբ Հոգին Լաուդիկեի եկեղեցուն գրում է այսպես. Ես քեզ խորհուրդ եմ տալիս, գնիր ինձնից կրակի մեջ թրծված ոսկի, որ հարստանաս, եւ սպիտակ զգեստներ, որ հագնես, որպիսի քո մերկությունը չերևա եւ չամաչես, աչքերիդ դեղդիր, որ տեսնես։ Ում էր գրում Սուրբ Հոգին? Լավոդիկեի եկեղեցուն։ Այսինքն եկեղեցին ծածկվելու կարիք ուներ, եկեղեցին բժշկվելու կարիք ուներ, այո, ուներ։ Պողոս առաքյալի կողմից եկեղեցիներին հասցեագրված ուղերձները գրվել են ոչ այն հերթականությամբ, որ գրված է Նոր Կտակարանում։ Իսկ իրական հերթականությունը այսպես է եղել, սիրելիներ, Թեսաղոնիկեցիներին թուղթը ամենաշուտն է գրվել 50-ից 52 թվականներին։
մեր թվարկության։ Գաղատացիներինը 53-ից 55 թվականին։ Երրորդը գրվել է Կորինթացիներին ուղված թղթերը, երկու թղթերը, Քրիստոսից հետո 55-ից 57 թվականների ընթացքում, եւ հետո նոր 4-րդը գրվել է Հռոմեացիներին ուղված թուղթը մոտ 57-58 թվականներին։ Դրանից հետո Փիլիպեցիներին, Կողոսացիներին, Եփեսացիներին, Փիլիմոնին, սա 60-ից 62 թվականներին է արդեն գրվել հռոմեական բանտից, եւ Տիմոթեոսին ու Տիտոսին ուղված խոսքերը, նամակները եղել են 63-ից 67 թվականներին, Պողոսի կյանքի վերջին տարիներին։ Այսպիսով Պողոսի առաքելական թղթերի ամբողջական շրջանը ընդգրկում է մոտավորապես 50-ից 67 թվականների ժամանակահատվածը, այսինքն Քրիստոսի մահից մոտ 15-ից 32 տարի ժամանակահատվածում։ Պողոս առաքյալը հեղինակներ ասացի 10 ուղերձների, որոնցից 7-ը ուղված են եկեղեցիների, իսկ 3-ը անհատների։ Ուրեմն եկեք կանգնենք հենց առաջին հռոմեական եկեղեցու վրա, որովհետև հենց առաջի թուղթը Գործք առաքելոցից հետո հռոմեացիներն է, եկեք հենց տեղից գնանք։ Քրիստոնեությունը Հռոմ է հասել բավականին վաղ, սիրելիներ։ Հավանաբար մոտ 40-ից 50-ական թվականներին, այսինքն Քրիստոսի մահվանից 5 տարի անց, նոր այնտեղ սկսեց ձևավորվել եկեղեցի։ Դրանից առաջ եղել են անհատներ Հռոմում, որոնք իրենց սիրտը հանձնել են Քրիստոսին, եւ հատկապես այն ժամանակահատվածում, երբ կհիշեք Պենտեկոստեն, երբ որ նկարագրված է Գործք առաքելոցում, այնտեղ տարբեր տեղերից հրեաներ էին եկել, բավականին Հռոմում ապրող հրեաներ կային, որոնք էլ ըստ սովորության նորից Երուսաղեմում էին գտնվում եւ այդ ժամանակահատվածում գտնվում էին հենց այդ վայրում, որտեղ որ Պենտեկոստեն տեղի ունեցավ, Սուրբ Հոգու գալուստը եղավ, եւ այդ Սուրբ Հոգու գալստյան հետ զուգակցվող Պետրոսի քարոզչությունից ոմանք այդտեղ իրենց սիրտը տվեցին Քրիստոսին եւ գնացին։ Իսկ հետագայում մենք տեսնում ենք, որ Հռոմի եկեղեցու հիմնադիրը Պետրոս առաքյալն էր եւ ոչ թե Պողոս առաքյալը։ Պողոսը շատ մեծ դերակատարություն ունեցավ հռոմեական եկեղեցու վրա իր նամակներով, իր հայրական քաջալերանքներով, իր խրատական խոսքերով, բայց եւ չենք կարող չնշել, որ Հռոմի եկեղեցու հիմնադիրը Պետրոս առաքյալն էր։ Ուրեմն ասացինք, որ Հռոմեացիս թուղթը գրվել է մոտ 57 թվականին։ Այստեղ երևում է, որ հռոմեական համայնք գոյություն էր եւ այն ժամանակ ասեմ, Հռոմը աշխարհի ամենամեծ քաղաքն էր։ Աշխարհի ամենամեծ քաղաքը ուներ 1 միլիոն բնակչություն։ Ինչքան որ հիմա կա մոտավորապես Երևանում։ Իհարկե հիմա չենք կարող ասել, որ ամենամեծ քաղաքը դա է, որովհետեւ Տոկիոն մոտավորապես 367 միլիոն բնակիչ ունի։ Համարվում է աշխարհի ամենամեծ բնակչություն ունեցողը։ Որոշներն ասում են Հնդկաստանում չի, Տոկիոն է դեռևս, Հնդկաստանը չի անցել դեռ Տոկիոյին։ Ես ճշտել եմ այդ տվյալները։ Այո, Ճապոնիայում։ 37 միլիոն։ Հա, ուրեմն ես եմ, որ 370 ասացի։ Հա, 37։ Այո, շատ լավ։ Բայց պատկերացրեք, այն ժամանակ Հռոմը ուներ ընդամենը 1 միլիոն բնակչություն։ 1 միլիոն։ Բայց Հռոմում սկսվեց եկեղեցի, եւ գիտեք ինչպես էր եկեղեցին սկսվում, տնային եկեղեցիներ։ Բավական երկար ժամանակ Հռոմը չի ունեցել ոչ ինչ որ եկեղեցական մի տեղ, որտեղ բոլորը միասին կհավաքվեին, որտեղ բոլորը միասին կպաշտեին Աստծուն, այլ ընդամենը տներում էին հավաքվում։ Բայց գոյացավ մի եկեղեցի, աճեց եւ մեծացավ մի հրաշալի եկեղեցի, որի մասին հիմա խոսենք։ Ինչ դրական կողմեր ուներ հռոմեական եկեղեցին եւ ինչ թերություններ կամ բաց թողումներ ուներ հռոմեական եկեղեցին։ Եվ այսօր արդյոք դա մեր մեջ կա, թե ոչ։ Ուրեմն ըստ պատմագիրների Պետրոսը նույնպես եղել է Հռոմում մեր թվականի 42-ից 64 թվականներին, համարվում էր Հռոմի առաջին եպիսկոպոսը, այսինքն ավագ հովիվն էր։ Ուրեմն Հռոմի եկեղեցու առանձնահատկություններից էր։ Ուրեմն եկեղեցական համայնքը փոքր էր, գտնվում էր կայսրության մայրաքաղաքում, ուներ տարբեր ազգերից բաղկացած հավատացյալներ։ Ուստի նրա ազդեցությունը շուտով մեծացավ։ Հիշում եք ինչպես էր Պողոսը պարծենում, որ ինքը հռոմեական քաղաքացիություն ունի։
Եվ ամեն մարդ, որ ապրում էր Հռոմում, ես հիշում եմ սրանից մոտավորապես 30 տարի, 40 տարի առաջ, որ ասենք մեկը ասում էր ես Երևանցի եմ, ասում են Երևանում ապրում ինքը, որտեղ մենք այդտեղ գյուղից երբ էինք գնում Երևան, բանը տարվա մեջ մի երկու անգամ, հա, մեկ կարող եմ մի հատ էքսկուրսիա տանեին Երևան, աշխարհով մեկ էինք գնում, որ պիտի գնանք Երևան, այսպես էր, բայց այն ժամանակ էլ այս նույն կարգավիճակը ուներ Հռոմը, եւ Հռոմի ազդեցությունը բավականին մեծ էր։ Ամեն բան ընդեղից էր դուրս գալիս, այսպես եթե մեր բանով ասենք, մոդան ընդեղից էր դուրս գալիս, լրիվ նորարարությունները ընդեղից էին դուրս գալիս, հեղինակություն էր Հռոմը, ընդեղից եկած խոսքը արժեքավոր էր եւ կշիռ ուներ։ Եվ այս պայմաններում այնտեղ սկսեց ձևավորվել Տիրոջ եկեղեցին։ Եկեղեցու հիմնադրումը մոտավորապես 40-ից 50-ական թվականներին եղավ։ Հիմնադիրներն էին Պետրոսը եւ Պողոս առաքյալը շարունակեց։ Առաջին հավատացյալները հրեաներն էին եւ հեթանոսներ, որոնք ընդունեցին նաեւ Քրիստոսին։ Կհիշեք, որ այդ ժամանակ բավականին հեթանոսներ էլ եկան Տիրոջը։ Հավաքավայրերը տներն էին, հալածանքները սկսեցին 64 թվականին, առաջին մեծ հալածանքները Ներոնի ժամանակ սկսվեց 64 թվականին եւ այդ ժամանակ Հռոմի եկեղեցին բավականին մեծ հալածանք տեսավ եւ հատկանիշներն էին առաքելական, բազմազգ, մայրաքաղաքային համայնքները։ Դրական կողմեր։ Հավատացեք, այնքան չեմ ուզում կանգնել դրական կողմերի վրա, որքան բացասական, որովհետեւ դրական կողմերը մարդիկ առանց էտել իրանք շատ լավ գտնում են։ Հավատացեք, այդպես է, ամեն մարդ իր մեջ դրական կողմեր է փնտրում։ Երբ որ մենք մի ֆիլմ ենք նայում, անպայման մեզ նույնացնում ենք հերոսի հետ։ Երբեք այն վատ դերակատարի հետ չենք նույնացնում մեզ։ Մենք չէ, այս լավն է, ես սրա հետ եմ մեկ։ Գտնում ենք մեր մեջ լավ հատկանիշներ անպայման, որ մեզ ինչ-որ տեղերում արդարացնենք։ Բայց եկեք ավելի շատ արդարությունը պահելու համար ասենք, հավատի ամրություն ունեին։ Օրինակ Պողոսն ասում է, ձեր հավատը հայտնի է ողջ աշխարհում, Հռոմեացիս 1:8։ Այսինքն Հռոմի հավատացյալները հայտնի էին իրենց հաստատուն հավատքով եւ համբերությամբ։ Երկրորդը ավետարանի ընդունում հեթանոսների կողմից։ Եկեղեցին բաղկացած էր եւ հրեաներից եւ հեթանոսներից։ Դա վկայում էր ավետարանի ընդլայնման մասին։ Բացասական կողմեր։ Ապակողմնորոշում հրեական օրենքների հարցում։ Ինչ էր սա, սիրելիներ։ Որոշ հավատացյալներ փորձում էին պարտադրել հին օրենքների պահպանումը։ Օրինակ ուտելիքի կամ օրերի հարցում։ Եթե մենք կարդանք Հռոմեացիս 14-րդ գլուխը, ամբողջ 14-րդ գլուխը վերաբերում է այս հարցին։ Մարդիկ ընկած էին այն բանի հետևից, թե ինչ պիտի ուտես, ինչ պիտի չուտես, ինչպես պիտի կենցաղ ապրես։ Գիտեք, Տերը մի հրաշալի բանալի տվեց։ Ասաց պնակի ներսը մաքրեք, դուրսը մաքուր կլինի։ Հրեաները փորձում էին ամեն կերպ ցույց տալ հեթանոսներին, որ մենք ձեզանից ավելի մաքուր ենք։ Նույնիսկ եկեղեցում։ Հիմա կասեք Սամսոն եղբայրս ինչ կապ ունի մեր հետ, ասեմ։ Միթե չկա եկեղեցում այսպիսի բան, ես գիտես քանի տարվա հավատացյալ եմ։ Ես մանկուցս ի վեր, ես հավատքի մեջ եմ ծնվել։ Այն մեկին երեկվա ջահելն ես դու, այն մեկին դու նարկոման ես եղել, ես երբեք նարկոման չեմ եղել, դու գող ես եղել, ես երբեք գող չեմ եղել, այսպես պիտի լինի, այնպես պիտի լինի եւ տարբեր բաներ։ Հավատացեք, այն ժամանակ խնդիր առաջացավ նաեւ առաքյալների մեջ քննարկելու այսպիսի մի հարց, թե ինչպես վարվեն այն հեթանոսների հետ, որոնք հեթանոսությունից դարձան քրիստոնեության։ Եվ գիտեք, ընդամենը 4 բան Գործք առաքելոց 21-ի 25-ում նշվեց այս 4 բաները։ Ուրեմն ինչ պետք է անեին։ Պետք է զգուշանային կուռքի զոհից, կուռքի զոհի միս չպետք է ուտեին։ Երկրորդ, արյունից, որտեղ ասում միսը իր արյունով չուտեք։ Երրորդը խեղդվածից եւ չորրորդը պոռնկությունից։ Այս 4 բաները ասեցին։ Եթե այս 4 բաները չանեն հեթանոսները, արդեն նորմալ է։ Սրանք այն լուրջ հարցերն էին դրված։
Եվ ասին եկեք ավելի բերդ չդնենք, որովհետև նույնիսկ հետագայում մենք կտեսնենք տարբեր եկեղեցիներում, օրինակ Գաղատացի թղթում Պողոս առաքյալը գեղեցիկ շարադրում է այն մասին, որ նույնիսկ մարդիկ պարտադրում էին, որպեսզի հեթանոսները թլպատվեն։ Այդ նշանը վերցնեն իրենց վրա։ Եթե դու մերն ես, ուրեմն մերպես պետք է լինես։ Այնինչ Տիրոջ խոսքը ուրիշ տեղ էր տանում, ավելի սրտի թլպատության, ականջների թլպատության եւ առհասարակ ավելի խորքային հարցերի էր անդրադառնում։ Ուրեմն ինչ է սա մեզ ցույց տալիս հռոմեական եկեղեցու այս թերությունը մեր եկեղեցում, մեր եկեղեցիներում, այսպես վերցնենք, մերօրյա եկեղեցիներում, ինչպես է անդրադառնում սիրելիներ։ Այս նույն կերպ։ Մենք սկսում ենք մարդկանց պարտադրել բաներ, որոնք միգուցե արտաքին են, սխալ տեղից ենք սկսում, երբեմն դատում ենք դրա պատճառով մեր կողքի նստածներին, ինչի համար, որովհետև ինքը այնպես չի անում, որ ես կարծում եմ, որ այդպես պետք է աներ։ Հիմա կասեք, այդ մի փոքր հարց է, սիրելիներ, բոլոր մեծ հարցերը ծնվում են փոքրիկ հարցերից։ Այդ դատողությունները փոքրիկ մեծանում դառնում են մեծ դատողություն, ըմբոստություն, անհանդուրժողականություն, գնում է մինչև անգամ ատելության։ Ես հանդիպել եմ հավատացյալների, ովքեր ասում են, բանը, ես քեզ երկնքում էլ չեմ ուզում տեսնեմ։ Այդ մարդուն ուզում ես ասես, դու այդ սրտով երկինք պիտի գնաս, որ մի հատ էլ մարդ տեսնես։ Այսպես է։ Տեսեք, երկրորդ կետը, որ նշում է 11:20-ում, բացասական հպարտությունն ու դատապարտությունն է։ Հպարտություն եւ դատապարտություն։ Եկեք 17-ից 24 համարը կարդանք 11-րդ գլխի։ Գրված է այսպես. Բայց եթե ճյուղերից մի քանիսը կոտրվեցին, իսկ դու որ վայրերի ձիթենի էիր, նրանց վրա պատվաստվեցիր եւ արմատին ու ձիթենու պարարտությանը հաղորդակից դարձար, այն ճյուղերի առաջ մի պարծենա, իսկ եթե պարծենաս, իմացիր, որ դու չես արմատը պահում, այլ արմատը քեզ։ Արդ կասես, ճյուղերը կոտրվեցին, որպեսզի ես պատվաստվեմ։ Լավ, նրանք անհավատության պատճառով կոտրվեցին, իսկ դու հավատով հաստատվեցիր։ Մի մեծամտածիր, այլ վախեցիր, որովհետև եթե Աստված բուն ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայի։ Արդ տես Աստծո բարությունը եւ խստությունը, կործանվածների նկատմամբ խստություն եւ քո նկատմամբ բարություն։ Եթե այդ բարության մեջ մնաս, այլապես դու էլ կկտրվես։ Նրանք եւս, եթե անհավատության մեջ չմնան, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է նրանց կրկին պատվաստել։ Քանի որ եթե դու ի բնե վայրի ձիթենուց կտրվեցիր ու բնությանը հակառակ լավ ձիթենու վրա պատվաստվեցիր, որքան առավել նրանք, ովքեր բուն ճյուղերն են եւ իրենց ձիթենու վրա են պատվաստվելու։ Հետաքրքիր մի անդրադարձ կատարեց Պողոս առաքյալը Հռոմեացիս եկեղեցուն։ Եթե չասեմ բոլորդ գյուղացի եք, կարող եմ ասել, որ բոլորդ տեղյակ եք պատվաստի գործընթացից։ Հեչ տեսել եք մարդ, որ ծառի վրա պատվաստում է առանց կտրելու։ Բերեն, ասեմ, մի հատ ճյուղ եմ բերել, այս ծառի վրա պատվաստի, բայց չկտրես հանգարց, ոչ մի ճյուղ չկտրես։ Բա ի՞նչ ան, կապի տենց մի ձևի թող չկա այդպիսի պատվաստ, եթե կա պատվաստ, ուրեմն մի ճյուղ մի տեղից է կտրված, մի ճյուղ էլ այն ծառից է կտրված, որի վրա որ պետք է պատվաստվի այն մյուս ճյուղը։ Հիմա եկեք մի բան նայենք, եթե դու հեթանոս ես եղել, մենք հայերս հեթանոս ենք եղել, ճիշտ է։ Մենք որտեղից ենք կտրվել, մեր հեթանոսական արմատից ենք կտրվել։ Պարծենալու բան ունենք մենք։ Ես ինչով կարամ պարծենամ։ Ոչ մի բանով։ Եթե Իսրայելը իր անհավատության պատճառով ճյուղ կտրվեց, եւ ինձ բերեցին ու պատվաստեցին այդ ճյուղի վրա, որ ես Աստծո արմատներից սնվեմ, կենաց ծառի արմատներից սնվեմ, իմ պարծանքը ո՞րն է։ Ես որևէ պարծանք չունեմ այստեղ։ Ինձ պատվաստել են, ես չեմ կտրվել, եկել պատվաստվել, ինձ պատվաստել են այստեղ։ Սովորաբար, այսպես է գյուղատնտեսության մեջ, չէ, լավ ճյուղն են բերում, որը որ ազնիվ տեսակ է, բերում են
պատվաստում են մի արմատի վրա, որպեսզի այդ տեսակից պտուղ տա։ Բայց հոգևոր իրականության մեջ բոլորովին այլ է։ Վայրագ, ասում եմ, դու որ վայրի ձիթենի էիր։ Մենք վայրի ենք, ով է վայրին բերում, պատվաստում լավ ծառի վրա։ Այս արեց Աստված։ Սիրելի նախկին հեթանոսներ։ Եվ հիմա մենք պարծենում ենք։ Գիտեք ինչով ենք պարծենում մեր 1700-ամյա քրիստոնեությամբ, որից քիչ հետո կասեմ ինչ է մնացել։ Ում վրա ենք հպարտանում։ Աշխարհի ինչի համար ենք հպարտանում։ Ուրեմն մենք պարծենալու որևէ բան չունենք։ Ինչ որ տվել է, Աստված է տվել։ Ինչ որ արվել է, իրենից է։ Եթե դու լավ ես երգում, եթե դու լավ ես քարոզում, եթե աղոթում ես, մարդիկ բժշկվում են, եթե լավ խորհրդատու ես, եթե լավ ադմինիստրատոր ես, մի տեսակ քեզանից է, թե Աստծո շնորհն է, քեզ վրա բերած նրա օծությունը։ Ուրեմն ուր մնաց հպարտությունն ու պարծանքը։ Իսկ գիտես թե ինչի առաջից է գնում հպարտությունը։ Կործանման, այսպես է ասում Սուրբ Գիրքը։ Իսկ տեսել եք կեղծ խոնարհություն, որի մեջ կա ավելի մեծ հպարտություն, քան այն մարդիկ, ովքեր իսկապես իրենց հպարտ են ցույց տալիս։ Մի անգամ մի եղբայր ինձ մի հարց տվեց, ասեց. Եղբայր, դու գիտես թե ինչ է նշանակում հոգով աղքատ։ Դե ասեցի, եղբայր, շատ բացատրություններ կարող ենք բերել դրա վերաբերյալ։ Մի բան չի նշանակում սա։ Սրա մասին մի հսկայական պատգամ կարելի է կառուցել հոգով աղքատության մասին։ Մի քանի տարբերակներ ասեցի, ինչ որ ես հասկանում էի, ինչ որ կարճ, դե խոսակցության ժամանակ չես կարող քարոզել, պետք է կարճ ձևակերպես, որպեսզի դիմացինն էլ խոսի։ Եվ սենց, երբ որ ասեցի մի երկու տարբերակ, սենց արեց։ Ու ասեց երրորդ տարբերակը, որը այնքան նման էր իմ ասած տարբերակներից մեկին։ Բայց գիտեք հոգեբանությունը ինչ էր։ Դու չես հասկանում։ Հիմա ես կասեմ, նոր դու կհասկանաս։ Ես ավելի ուժեղ բան եմ ասում։ Ես ավելի խորը բան եմ ասում։ Եվ այնքան խոնարհաբար ես մտածում եմ, ասում, որ հպարտությունն է ավելի անտանելի, կեղծ հպարտությունը, թե հենց բացահայտ հպարտությունը։ Երկուսն էլ անտանելի են։ Ոչ մի հպարտություն, սիրելիներ, ոչ մի պարծանք։ Ով որ պարծենում է, Սուրբ Գիրքն ասում է, թող Քրիստոսով պարծենա։ Սա է մեր պարծանքը։ Ուրեմն ես հիշում եմ, իրավունք չունեինք այն ժամանակ օգտագործել ես բառը։ Մեր եկեղեցում տենց էր, մոտ մի 30 տարի առաջ, չէ 30 չկա, 30 տարի առաջ։ Ինչ էր, ուրեմն որ ուզում էինք ասենք, ենթադրենք գնացել ենք միտեղ մեկին ավետարան ենք քարոզել, աղոթել ենք իր համար, բժշկվել է, եկել ենք, մի պիտի վկայություն տանք, պիտի խոսենք, եղբայրներով իրար պիտի պատմենք։ Հենց հանկարծ ասեիր ես, կասեի, էլի այդ եսը, այ չէ, լավ։ Ուրեմն ոնց պիտի պատմեինք էսի, սենց։ Ուրեմն գնացվեց, իրանց ավետարանը քարոզվեց, իրանց համար աղոթվեց, հիվանդը բժշկվեց, փառք Տիրոջը։ Ես այսպիսի բան չեմ տեսնում նոր կտակարանում։ Պողոս Առաքյալը ասում է արեցի, Տիրոջով արեցի, բայց սրա մեջ հպարտություն չկար։ Գիտես, դու կարող ես ասել ես, բայց դրա մեջ հպարտություն չլինի։ Կարող ես անունը չտալ, բայց դրա մեջ հպարտություն լինի։ Ես մի անգամ հիշում եմ, այս վերջերս այն վկայությունը, որ տվեցի ստեղ, այն կնոջ մեր հարևանի վերաբերյալ, կհիշեք երևի, երբ որ այդ պատմեցի Սեթրակ եղբորն ասեց, քարոզից շատ համապատասխան է իմ նյութին Կիրակի օրը, պատգամից առաջ այդ վկայությունը կտաս, հետո ես պատգամը կշարունակեմ, ասի շատ լավ։ Գիտեք ինչ էի որոշեի մեջ, խոստովանում եմ, որոշել էի, որ իմ անունից չպատմեմ։ Ասի, ելնեմ, կասեմ մի հատ եղբայր, երրորդ դեմքով,
ու մտածում որ չասեն էլի հելելա բան անում, ասի լավ, այդպես կներկայացնեմ։ Հետո զգացի իմ մեջ, ասի, բայց հələ մի րոպե, այս արդյոք չի նշանակում, որ ես ինչ-որ բան ինձ եմ վերագրել, հիմա էլ էդի թաքցնում եմ, որ մի հատ էլ խոնարհ խաղամ։ Հետո մտածեցի այսպես, ասում եմ, երբ որ դու առաջի դեմքից ես պատմում դա, որպես այդ բանի ականատեսը եւ վկան, ուրիշ կերպ է ընկալվում։ Երբ որ դու արդեն մի երկու բերան անցած ես պատմում, ուրիշ ձև է ընկալվում։ Օրինակ, փչացած հեռախոսով ախաղաց է։ Մինչև գալի հասնում էր վերջում լրիվ ուրիշ պատմություն էր դուրս գալիս։ Ու արդեն դուրս գալուց առաջ այդ կռիվն ամեջս երրորդով պատմեմ, երրորդ դեմքով պատմեմ, թե առաջի դեմքով, հետո ասի չէ, ես այստեղ որևէ մաս եւ բաժին չունեմ։ Աստված կարող է օգտագործել նույնիսկ քարերին։ Աստված քարերից էլ Աբրահամի որդիք սարքի։ Ավելի լավ է ես արժանահավատ, որպես իմ աչքի տեսած, որպես առաջի դեմքից ներկայացնեմ հավաստի պատմություն, ավելի ճիշտ ձևով, քան կեղծ խոնարհություն խաղամ, ասեմ, բայ, հետո էլ իմանամ, բայ, եղբայրը, էս ինչ խոնարհ եղբայր էր, մեկ կողքից մեկը իմանում են, էլի։ Վերջում ոնց լինի, չէ՞։ Հիմա ասելիքը սա է, սիրելիներ, այդ ես կա, որի մեջ հպարտություն չկա։ Մարդիկ կան, որ երբեք եսի անուն չեն տալիս, բայց հպարտության, ինչ ասեմ, տոպրակ ասեմ, պարկ ասեմ, ջվալ, Սեդրակ եղբայրն ասում է, ջվալ։ Պողոսը հպարտ մարդ չէր, սիրելիներ, բայց պատմում էր առաջին դեմքով եւ գիտակցում էր, թե ում շնորհն է գործում։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ուրեմն երկու խնդիր կար։ Այս համենայն դեպս Հռոմեացիների եկեղեցում այս երկու բանն են նշում Պողոս առաքյալը։ Նշում է այս երկու բաները։ Առաջինը, որ չճնշեն մարդկանց այն բաներով, որոնք արտաքին են, ուտելիքի եւ խմելիքի պատճառով մարդկանց ինչ որ գնահատականներ տալ եկեղեցում կամ ինչ որ դասակարգումներ անել կամ հեթանոսներին առանձնացնել, դնել մի կողմ, հрьяաներին ավելի բարձր դասել կամ ինչ որ այսպիսի խնդիրներ, դասակարգումներ չպետքա լինեն եկեղեցում։ Սա ներկայացված է որպես բացասական երևույթ, եկեղեցում որևէ դասակարգություններ չպետքա լինեն։ Կարող են լինել առանձին մարդիկ, ովքեր ավելի մտերիմ են իրար հետ եկեղեցում։ Այսպիսի բաներ հնարավոր է։ Ասենք երիտասարդներ կան, որ ասենք ես 5 հոգով իրար լավ ընկերեն կամ 2 հոգով ավելի լավ ընկերեն։ Այն մյուսներին հարազատի պես ընդունում են, էլի որպես եղբայր, որպես քույր, բայց այդ աստիճանի շփում չկա, սա նորմալ է։ Պարտավոր չես բոլորի հետ նույն կերպ։ Բայց երբ որ խմբավորումներ են տեղի ունենում, սիրելիներ, այս խմբավորումները ուրիշ տեղ են տանում։ Սա արդեն ոչ թե ընկերությանն է վերաբերվում, այլ ինչ որ մի մտքի շուրջ խմբավորումների մասին է խոսքը, որոնք որոշակի համաձայնություններ եւ որոշակի անհամաձայնություններ ունեն որոշակի իրավիճակների հետ կապված։ Եվ այս արմատները տանում են դեպի այդտեղ։ Եվ երկրորդ բանը, որի մասին խոսեցինք, հպարտությունն ու պարծանքներ, որ դե մայրաքաղաքային եկեղեցին է, բանը հռոմեական եկեղեցին է, ազդեցիկ, ցիվիլ, ավելի էլիտար, բնականաբար արդեն այնտեղ ուրիշ հայացքներ, ուրիշ հպարտություն, ուրիշ բաներ, որոնք Պողոս առաքյալը ասում է, թողեք այս ամեն բաները։ Հպարտանալու որևէ բան չունենք մենք։ Մենք վայրի ձիթենի էինք, եկանք պատվաստվեցինք Քրիստոսի վրա։ Մեր հունարը չէր, մեր լեզվով ասեմ։ Աստված արեց։ Ոչ ընդեից կտրողն էիր դու, ոչ էստեից պատվաստողն էիր դու։ Տերն արեց։ Եթե Տերն արեց, դու չես հպարտանում, ինչիդ վրա։ Գանք Կորինթոսի եկեղեցի, սիրելիներ։ Կորինթոսը մեծ առևտրական, բազմամարդ ու մշակութային կենտրոն էր։ Էլի հռոմեական փառքից այնտեղ ճառագայթներ գնում էին, բայց եւ եկեղեցու մասին խոսվում է որպես բարոյապես անկում ապրած եկեղեցի։ Այդ միջավայրում ձևավորված եկեղեցին շատ կենթանի էր, բայց նաեւ շատ խառնակ։ Ուրեմն դրական կողմերին անդրադառնանք, հոգեվոր պարգևների առատություն կար։ Տեսեք, պարտադիր չէ, որ դու գնահատես եկեղեցու առողջությունը այն պարգևներով, որոնք գործում են տվյալ եկեղեցում։ Օրինակ,
հաճախ հիմա այդպիսի գնահատականներ կան ու ավելի շատ այդպես է գնահատվում եկեղեցին։ Գիտեք ինչի մասին եմ ասում։ Տեսնում ես մի հատ եկեղեցում աղոթքներ են անում ուժեղ, բան բժշկություններ ալնում, եկե գալիս են, ախպեր, գիտես ինչ օծություն կար, գիտես ինչ բժշկություն կա, ապեր էդ ինչ կենթանի եկեղեցի է, բայց խոսքի մակարդակը նայում ես վարդապետական խնդիրներ ունեն, շատ լուրջ խնդիրներ ունեն, վարքի հետ կապված խնդիրներ ունեն, եկեղեցում այնպիսի ազատություններ, որոնք աստվածային ազատություններ չեն, այսպիսի խնդիրներ ունեն ու բազմաթիվ այլ խնդիրներ։ Ու դու մտածում ես, ասում ես, երևի իրանք ճիշտ են, որովհետև Աստված այնտեղ է գործում։ Սիրելիներ, Կորինթոսի եկեղեցում չկար մի պարգև, որ չգործեր։ Այսպես է Պողոսն ասում։ Տեսեք, առաջի Կորինթացիս 1:4-7 ոչ մի պարգևով զրկված չեք։ Ասում եմ, ոչ մի պարգևից զուրկ չի Կորինթոսի եկեղեցին։ Ինչ պարգևի անուն ուզում եք տվեք, Կորինթոսում կար եկեղեցում։ Ուրեմն եկեղեցին ակտիվ էր մարգարեությամբ, լեզուներ խոսելով, ուսուցանելով ու ծառայելով։ Երկրորդ դրական կողմը խանդավառ էին ու ջերմ։ Նրանք Տիրոջը փառավորելու բուռն ցանկություն ունեին։ Երբ Պողոսը նկատում է իրենց սխալները ուղում, շատերը ընդունում են այդ ուղումը անկեղծ զղջումով, որտեղ արդեն դրանք անդրադառնանք երկրորդ Կորինթացիս 7-րդ գլխում 5-10 համարներում այսպես է գրված, այսպես է նկարագրում դեպքերը։ Եթե անկեղծ լինենք, կնկատենք, որ հիմա բոլորի ինքնագնահատականը այնքան է բարձրացել, որ չես համարձակվում մարդուն նույնիսկ մի հանդիմանական խոսք ասել։ Շատ բարդ է հիմա։ Եթե մենք կարդանք, թե Պողոս առաքյալը ինչպես էր խոսում եկեղեցիների հետ, եւ եթե դու այդ տոնով այսօր փորձես խոսել եկեղեցիների հետ, քեզ ոչ միայն չեն լսի, քեզ ոչ միայն չեն ընդունի, այլ նաև դու կարժանանաս մի հատ այնպիսի վերաբերմունքի, որ միգուցե կհայտնվես դատարաններում, որի մասին նաև անդրադարձ կա այստեղ։ Հետո կհասնենք այդտեղ։ Բայց Պողոսը նկատում է, որ Կորինթացիների եկեղեցում այս դրական կողմերի հետ միասին, տեսեք, ես դրական կողմ եմ ներկայացնում այն, երբ որ Պողոսի հանդիմանությունը հասնում է տեղ, եւ շատ ու շատ հավատացյալներ խորը զղջումով եւ արցունքով ապաշխարում են։ Դա նկարագրված է 2 Կորինթացիս 7-րդ գլխի 5-ից 14 համարներում։ Եկեք գանք բացասական կողմերին։ Բաժանումներ եւ մրցակցություն։ Պողոսը ցավով գրում է. մեկն ասում է ես Պողոսյան եմ, մյուսը Ապողոսյան, մյուսը Կեփասյան։ Առաջի Կորինթացիս, առաջի գլուխ 10-ից 15 համարներ։ Այստեղ պարզ երևում է, որ մարդկային հեղինակությունները այնպես էին կարևորվել, որ Քրիստոսի ճշմարիտ ավետարանի սկզբունքները կարծես մղվել էին երկրորդ պլան։ Ինչ էր սա նշանակում։ Ես Պողոսյան եմ, ես Ապողոսյան, այն մեկին դուրագալի Պողոսի քարոզչությունն ու վարդապետությունը, այն մեկին դուրագալիս Ապողոսինը, այն մեկինը Կեփասինը։ Իրականում այս երեքը քարոզում են նույն ավետարանը։ Սիրելիներ, տեսեք, եկեղեցում հնարավոր է այստեղից հնչի քաջալերական խոսք, հնարավոր է հնչի այստեղից հանդիմանական խոսք, հնարավոր է այստեղից լինի ուսուցում եւ տարբեր տեսակի քարոզչություն, տարբեր մարդիկ, օրինակ, այսքան մարդ, ովքեր որ այս բեմի հետևից խոսում են, բոլորի քարոզչության ձևն էլ է տարբեր, նյութն էլ է տարբեր, բովանդակությունն էլ է տարբեր, բայց բոլորը միասին ներկայացնում են մի ճշմարտություն։ Ճշմարտությունը էս չի։ Տեսեք, եթե ես ձեզ ասեմ ճշմարտությունը էս է, մի օր էլ դուք կպատտվես այս կողմ, կտեսնես այստեղ մի հատ ուրիշ ճշմարտություն կա։ Հետաքրքիր է, որ 4 ավետարաններ գրվեցին, սիրելիներ։ Ինչի համար 4 ավետարան։ Հնարավոր չէ ընդամենը մի պատմություն գրել, ընդամենը։ Այնտեղ ամեն ինչ նկարագրել, կարդայիր, ամեն ինչ հասկանայիր։ Բայց 4 ավետարանները 4 տեսանկյունից, տարբեր կողմերից ներկայացնում են Քրիստոսին։ Գիտեք, ավետարանների միջի համաձայնությունը քանի տոկոս է կազմում։ Ընդամենը 11%։ 4 ավետարանների միջի ընդհանուր համաձայնեցված նյութը 11%-ն է։ Մնացածը ամեն մեկը յուրովի բաներ է ներկայացնում, որ նրա մեջ կա, նրա մեջ չկա, սրա ու նրա մեջ կա, այն նրա ու նրա մեջ չկա։
Դրա համար կիսել ու ասել ես Սեթրակյան եմ, ես Սամսոնյան եմ, ես Հայկյան եմ, ես չգիտեմ Սարգսյան եմ, չեմ կարծում իմաստուն կլինի։ Որովհետև բոլորը ներկայացնում են նույն ավետարանը տարբեր տեսանկյուններից։ Եվ այստեղ մեկ այլ խնդիր կար։ Գիտեք որն էր խնդիրը, որն է իմ սրտին ավելի մոտ։ Այստեղ պետք է զգուշանանք, սիրելիներ։ Եթե հարցը բերել ես, կանգնացրել ես այն կետի վրա, թե որն է քեզ ավելի ձեռնտու, դու արդեն վտանգավոր տեղում ես։ Որովհետև մենք չենք եկել այստեղ ընտրելու, թե որն է մեզ ավելի ձեռնտու։ Մենք եկել ենք այստեղ ընտրելու, թե որն է Աստծո կամքը։ Այդ Աստծո կամքը միշտ չէ, որ ինձ ձեռնտու է։ Կորինթացիներն ապրում էին ազատ կյանքով։ Իրանց մեջ այնպիսի բաներ կար, այստեղ ներկայացնում եմ, որ ասում եմ, հեթանոսների մեջ չկա տենց բաներ։ Նույնիսկ մարդիկ իրանց հոր կնոջ հետ էին կապված։ Ինչ ասես կար այդտեղ, ինչ այլասերվածություն ասես, երբ որ ասում եմ ոչ մի բան նոր չի, ինչ որ կա արդեն եղել է, երբ որ հետ կգնաք այդ ժամանակաշրջանները, կտեսնեք, որ այնտեղ համասեռամոլության մասին էլ է լիքը գրում, այնտեղ ամեն ինչ այդ LGBT-ն այն ժամանակ էլ է եղել, ուղղակի այդպես չի անվանվել։ Բայց եղել է այս ամեն ինչը։ Իրենց ձեռ էր տալիս համ ապրել, գիտեք, մարդու համար ինչ հաճելի է, նորը հագնել հնի վրայից։ Ոչ մի դժվարություն չունեմ, ինչ լավ է, չէ՞։ Եկա եկեղեցի, լսեցի, վայ, ես ինչ լավ բաներ եք ասում, հավիտենական կյանք, հրաշալի է։ Տերը իմ փոխարեն մեռել է, վայ, ես պիտի մեռնեի ինքը, փառք Տիրոջը, ես հիմա ազատ եմ, ընտիրա։ Ինչ պիտի անեմ, դե կամ եկեղեցի, ուրախանամ այդ փաստի վրա ու գնամ ապրեմ, այն կյանքը, որով ապրում եմ։ Հնիս վրա մի հատ թազա բան քաշեցի, եկեղեցու գալուց, հավատացեք, այստեղ ոչ մեկ բան չի, խելոք նստած են բոլորը։ Ոչ մեկ ապստամբ չի, ոչ մեկ այլ միտք չի արտահայտում։ Ոչ թե չի, այլ չի արտահայտվում։ Հիմա հնարավոր է այստեղ նստած մարդիկ լինեն, մեկն էլ ասի, հա դե վերջաց, էլի շատ է խոսում արդեն, միգուցե։ Այն մեկն էլ ասի, համաձայն չեմ քո ասածի հետ։ Բայց այստեղ բոլորը խելոք են։ Գնաց տուն կասես, կողքինիդ կասես, հարևանիդ կասես, այն մի քրոջը տախպոր կասես, լսեցի՞ր ես, որ ինչ էր խոսում։ Էսի հնի վրից նորը հագնելն է, սիրելիներ։ Հավատացեք, սա Աստծո տունն է, սա եկեղեցի է, մանավանդ այս եկեղեցու սկզբունքն է ավետարանի, Աստվածաշնչի տառից չշեղվել։ Անկախ նրանից դա ինձ օգուտ է թե վնաս։ Ճշմարտությունը մնում է ճշմարտություն, վերջացավ։ Չի խախտվում։ Այն քարն է, որ ով որ ընկնում է դրա վրա, փշրվում է, ում վրա որ ընկնում է, փշրում է։ Այդ է մեր ճշմարտությունը։ Ուրեմն բաժանումներ եւ մրցակցություն։ Սա կար Կորինթոսի եկեղեցուն։ Ապողոսյաններ, Կեփասյաններ եւ Պողոսյաններ։ Եկեք այս բանը վերցնենք մեր միջից, սիրելիներ։ Թող ոչ մի մարդկային հեղինակություն չդառնա մեզ համար Աստծո խոսքից վեր հեղինակություն։ Եվ մեր կարծիքները թող մեզ չխանգարեն ամբողջական պատկերը ունենալու համար։ Նորից եմ ասում, մեկը կխոսի այստեղ Աստծո խորությունների մասին, մեկը կխոսի մեր կենցաղի եւ քրիստոնեական կյանքի մասին։ Ես հիշում եմ մի անգամ առիթ ունեցա այստեղ խոսելու եւ խոսում էի ժամանակակից տեխնոլոգիաների մասին եւ թե ինչպես հավատացյալը պետք է այդ ժամանակակից տեխնոլոգիաները ճիշտ օգտագործի, մարդիկ եղան դահլիճից թողեցին գնացին։ Եկել ես թե Աստծո խոսք խոսած, թե եկել ես թե մեզի Facebook քարոզես։ Facebook չէի քարոզում։ Ես Facebook-ում քրիստոնեական կյանք էի քարոզում, թե ինչպես Facebook-ը օգտագործել Աստծո համար։ Ինչպես ճիշտ օգտվել ես ամեն ինչից։ Բայց մարդը իր ճաշակը այդպիսին էր։ Հաստատ այդ մարդը, որ ընտրելուլներ Սամսոնյան չէր ընտրի։ Լավ էլ կաներ։ Բայց ինչի համար եմ այս ամենը ասում, սիրելիներ, որպեսզի մենք գանք այն մտքին, որ
բազմակողմանի ներկայացվում է Աստծո խոսքը եւ Աստծո կամքը եկեղեցուն, որպեսզի եկեղեցին բժշկվի, որպեսզի մեզանից դուրս գան երևույթներ, որոնք Աստծուն հաճելի չեն։ Ասացի, որ կար բարոյական անկում։ Եկեղեցում հանդուրժվում էր նույնիսկ անբարոյականությունը, այն էլ այնպիսի անբարոյություն, որ նույնիսկ հեթանոսների մեջ չի լսվել։ Առաջին Կորինթացիս 5-րդ գլուխ 1-7 համարներում է գրված սա։ Այստեղ Պողոսը կարծես կարգ է սահմանում եկեղեցում պղծությունը եւ այդ պոռնկությունը եկեղեցուց արմատախիլ անելու համար։ Այս քայլով նա ցույց էր տալիս, որ այսպիսի երևույթները ոչ միայն չեն քաջալերվում, այլև չեն հանդուրժվում։ Չեն հանդուրժվում։ Նույնիսկ ասում էր, երբ որ գամ ձեր մեջ, բան կանեմ, որոշներին սատանային կմատնեմ, որպեսզի հոգին փրկվի։ Մարմինները սատանային կմատնեմ։ Դե գիտեք ինչ երևույթ է։ Եվ սա ասում էր Պողոսը, Աստծո հոգով։ Երրորդ, դատեր ու վեճեր։ Թեպետ այս երկրորդ կետի վրա կարելի էր մի քիչ ավելի երկար անդրադառնալ այն առումով, որ հիմա աշխարհում էլ շատ քանի գնում է այս տենդենսը կա, որ եկեղեցիներում բարոյական անկում է նկատվում։ Լուրջ անկում։ Մարդիկ օրինակ հասել են այնտեղ, որ որոշ երկրներում իրար հետ որպես կին եւ ամուսին ապրում են, հետո նոր են որոշում ամուսնանան իրար հետ թե չէ։ Հարմար են իրար, թե հարմար չեն։ Եվ այսպիսի բաները տեղ գտան նաև եկեղեցում։ Նույնիսկ այն ավելի խորը բաների մասին եմ ասում, ես ասացի մի անգամ, որ հանդիպել եմ այն եկեղեցում, որտեղ գրված էր, որ մենք ընդունում ենք համասեռ ամուսնությունները։ Հետո մի տեղով էլ անցանք, մի հատ սպիտակ եկեղեցու շենքեր, շատ գեղեցիկ, լրիվ սպիտակ, վրեն սուր ծերերով, վրեն խաչով, բան, ասեցին, էս էլ լեսբուհիների եկեղեցին է։ Ինչ ասեմ։ Մենք հասել ենք այստեղ։ Դրա համար Պողոս առաքյալը շատ լուրջ էր կանգնում այս խնդրի վրա, սիրելիներ, սիրելի երիտասարդներ հատկապես, մնացեք ոչ թե հետամնաց, այլ սուրբ։ Դա հետամնացություն չի։ Շատերը կողքից ձեզ այդ ուղղության վրա կտանեն։ Դուք հետամնաց եք, ես ինչ գաղափարներ ունեք, աշխարհը փոխվել է, մենք 21-րդ դարում ենք, գիտեք, աշխարհը փոխվել է, Աստված չի փոխվել, Աստվածաշունչը չի փոխվել, եւ նորաձևությունը այս աշխարհից չի գալիս։ Այն է նորաձև ինչ որ երկնքում է, եւ ոչ միայն նորաձև, այլ նաեւ սուրբ, հավիտենական ու իրենից արժեք ներկայացնող։ Սրա մեջ շատ ուշադիր լինենք։ Դատեր եւ վեճեր։ Նրանք վիճաբանում էին եւ նույնիսկ գնում էին աշխարհական դատարաններ միմյանց դեմ։ Առաջի Կորինթացիս 6-րդ գլուխ 1-7 համարներ։ Պատկերացնում եք, ես որ ասի հենց մի հատ կհասնենք այդտեղ, կասեմ, որ նույնիսկ դատարաններ էին հասնում, եթե մեկին մի փոքր ավելի խիստ խոսես, շատ հնարավոր է որ քեզ դատարան էլ տանեն։ Օրինակ Միացյալ Նահանգներում այդ իրավունքների հարցը շատ լուրջ է դրված։ Եթե դու փորձես հանգարց մեկին մի հատ լուրջ այնպիսի բան ասես հանդիմանական, որ այդ մարդը դրանից վիրավորվի, կապ չունի դու եկեղեցու հովիվ ես, ծառայող ես, թե ով ես, կարա քեզ տանի դատարան, քեզնից պատիվ պահանջի։ Եվ Պողոսը դատապարտում էր այս երևույթը։ Ու ասում էր, ձեր մեջ մի հատ իմաստուն մարդ չկա, որ ձեր դատը վարի, գնում եք անհավատների առաջ ձեր դատն եք վարում։ Հիմա խոսեցինք համացանցից, ասեմ ձեզ, սիրելիներ, համացանցում այսօր խայտարակություն է տեղի ունենում։ Հոգևոր մարդիկ իրար միս են կրծում համացանցում։ Անհավատների աչքի առաջ իրար են ոչնչացնում։ Եվ էսի հարանվանական էլ չի, ասեմ, արդեն հիմա առաքելական եկեղեցին է սկսես այսպես։ Այն մեկին է ասում, այն մեկին է ասում, բողոքականներն էլ պակաս չեն մնում, այնի նրան ասում, այնի նրան ասում։ Սիրելիներ, միթե մենք հասել ենք այնտեղ, որ այդ անհավատների առաջ փռենք մեր ամեն ինչը։ Մենք հասկանում ենք, որ երբ որ խոսում ենք եկեղեցու բժշկության մասին, նշանակում է եկեղեցում կա հիվանդություններ։
Երբ որ խոսում ենք Կորինթացիների եկեղեցու մասին, հասկանում ենք, որ այստեղ բաներ կար, որ հեթանոսների մեջ էլ չկար։ Բայց սա առիթ չէր, որպեսզի մենք հանեինք մեր սպիտակեղենը փռեինք աշխարհի առաջ։ Սա ներսի լուծվող հարց է։ Եվ բոլորն են հասկանում, որ համայնքի սրբություն գոյություն չունի, գոյություն ունի անհատական սրբություն։ Համայնքի սրբությունը գալիս է մինչև գիտեք որտեղ, ինչպիսի մոտեցում ունի համայնքը տվյալ հարցի վերաբերյալ։ Սա համայնքային սրբությունն է, չափանիշը։ Օրինակ մեր եկեղեցին չի հանդուրժում սա։ Մեր եկեղեցին չի հանդուրժում միասեռ ամուսնությունը։ Մեր եկեղեցին չի հանդուրժում հազար ու մի տեսակի կապեր։ Մեր եկեղեցին չի հանդուրժում մեղքը։ Մեր եկեղեցին չի հանդուրժում Աստվածաշնչից դուրս վարդապետությունները, մարդկային բացատրությունները Աստվածաշնչյան այնպիսի կետերի վրա, որոնք հստակ եւ պարզ են գրված եւ նկարագրված Աստվածաշնչում։ Չի հանդուրժում։ Սա այս համայնքային սրբության չափանիշն է։ Բայց կարող ես մտնել ասել, սա մրգաշատի եկեղեցին է եւ այստեղ բոլորը սուրբ են։ Չես կարող, որտեղ բոլորը սուրբ չեն։ Ինձնից սկսած։ Եվ այստեղ խնդիր էր առաջանում, սիրելիներ։ Մենք ինչ անենք, տանենք այս դատերը փռենք Աստծո առաջ, ենթադրենք բանը Աշոտն ու ես վիճեցինք իրար հետ մի հատ հարցի շուրջ։ Կոշտ վիճեցինք։ Ինչ անենք, գնանք մի հատ անհավատ բռնենք, բերենք մեր վիճաբանությունների մեջ, ասենք արի մեզ ճիշտ ու սխալ արա։ Ես լսեցի իրական պատմություն եմ ասում, այդ մարդկանց անձամբ ճանաչում եմ եւ գիտեմ, առաջի դեմքից եմ պատմում սիրելիներ։ Մարդը բազմազավակ ընտանիք, կարծեմ 8 երեխա։ Մի տան մեջ է ապրում, իր բարեկամը դատի է տալիս, որ այս 8 երեխին այդ տնից հանեն շպրտեն դուրս։ Դատարանով օրինական։ Պատկերացնեք, որ ոստիկանը գա մտնի այդ տղուտուն, չի իմանում, որ 8 երեխա ունեն։ Գալիս է ասում է դու ստեղ բանը անօրինական ես ապրում, ասում է ես անօրինական չէ, ինձ բերել են ստեղ, եսի որպես իմ տուն, ես ստեղ եկել եմ ապրելու։ Հիմա ասում են դուրս արի, լավ էլի դուրս գամ, բայց համբերեք, ժամանակ տվեք, որ ես տեղ ճարեմ դուրս գամ, ասում են չէ, պիտի դուրս գաս։ Ու միլիցիային բերել, այդ միլիցիան ասել էր ախպեր, բայց հեչ մարդ չեն էլի ձերոնք բան, ու հետո նոր որ իմացել են երկուսն էլ հավատացել են, խայտարակ էին եղել։ Ասում ոնց հավատացյալը իր հավատացյալն է բարեկամ։ Բարեկամ հավատացյալին էլի 8 երեխով կհանի կգցի փողոց։ Եվ այսպիսի բաներ եկեղեցում։ Ու ամոթ չի էսի փռել աշխարհի առաջ։ Բա ուր մնաց Քրիստոսի պատիվը։ Լավ սխալ գործեցինք, լավ մեղք գործեցինք, բայց այդ հարցը ներսի հարց է, պետք չէ դուրս հանել այդ ամեն ինչը։ Դա մեր ամոթն է, դա մեր պարծանքը չի։ Եվ Պողոսը դատապարտում էր, ասում էր, միթե ձեր մեջ իմաստուն մեկը չկար, որ դուք դելել եք ձեր դատերը աշխարհի առաջ եք փռում։ Չորրորդ բացասական կետը, որի վրա կանգնեց Պողոս առաքյալը Կորինթացիների մոտ, սա էր. անվերահսկելի վարք հոգևոր ծառայությունների ընթացքում։ Երբեմն լեզուներով խոսելը, մարգարեությունը եւ պաշտամունքը վերածվում էին անկարգության։ Առաջի Կորինթացիս 14-րդ գլխում կարող ենք կարդալ սրա մասին։ Պողոսը ստիպված էր կարգ հաստատել ու ասել 14:40-ում. ամեն բան թող լինի պատշաճ եւ կարգով։ Այսօր հələ հիշեք, ինչքան եք թերթել սոցիալական կայքերը եւ տեսել եք այնպիսի մի խելագարություն եւ տակի մեկնաբանությունները արդյոք կարդացել եք։ Մենք ընդունում ենք Սուրբ Հոգու մկրտությունը։ Մենք ընդունում ենք լեզուների պարգևը եւ շատերս աղոթում ենք լեզուներով։ Բայց արդյոք պետքա այդ անել այդ կարգով եւ այդ հարթակներում, որpիսի առիթ 10 մարդիկ ծաղրեն ոչ միայն քեզ, ծաղրեն քո Աստծուն, ծաղրեն այն երևույթը, որը որ Սուրբ Հոգու պարգև է եւ անհասկանալի աշխարհի կողմից։ Քո անհատական աղոթների ժամանակ մենք բոլորս էլ լեզուներով խոսում ենք, բայց այստեղից աղոթելիս մենք աղոթում ենք հայրեն, հասկանալի, մաքուր
Երբ որ կգնամ տուն, իմ անձի համար կաղոթեմ, եկեղեցու համար կաղոթեմ, իմ անհատական աղոթներով, իմ դռների փակ դռների հետևում, ես կարող եմ ազատություն տալ, որպեսզի Սուրբ Հոգին անբարբար հառաչանքներով բարեխոսություն անի, իմ անձի շինության համար աղոթի, օգնի ինձ ճիշտ ներկայացնել Աստծուն իմ խնդրանքը, կամ այն ինչ ես չեմ հասկանում, իմ փոխարեն բարեխոսի այն ֆունկցիաները, որի մասին գրված է Սուրբ գրքում, ես չեմ ուզում հիմա այդ թեմային անդրադառնամ, որովհետև այդ առանձին ուղղություն է, չեմ ուզում գնալ այդտեղ։ Իմ հիմնական ուղղությունը սա է, ինչ թույլ տալ եւ ինչ թույլ չտալ, եւ ինչի համար։ Այս բաները, որոնք տեղի են ունենում, ասում եմ, մեկը որ մտնի ձեր եկեղեցի, ինչ կասի ձեր մասին։ Մտնում է եկեղեցի, տեսնում է մեկը այնտեղ բանը ստոյկա է տալի, այդպեսի բան եղավ։ Մենք այդ եկեղեցու կիսվելու ժամանակաշրջանում էր, միտեղ կանչեցին ինչ որտեղ պաշտամունք պետք ալներ, բան գնացինք սեթրակ եղբայրներ էր, մենք էլ էինք ընդեղել բավականի եղբայրներ կար։ Գնացել էինք այնտեղ հոկտեմբերյան։ Միտեղ էին վերցրել, չեմ ասի որտեղ։ Ուրեմն մտածում էին, որ այս վերջապես մենք ազատվեցինք։ Ինչից ազատվեցին, եթե չէին հասկացել։ Ասում եմ, ով ինչ կյանքում չի արի, արեք։ Այն մեկը ստոյկա է տալի։ Այն մեկը, չգիտեմ, քիչ ամեն մեկը փորձեր ականջներով ծափ տար։ Լավ, միթե էսա ազատությունը կամ էս ինչի մասին։ Մեկը որ մտնի ինչ կասի, լավ, ողջամիտ, պաշտամունք, հերթականություն, կարգ, կանոն կա թե չէ, վերջը եկեղեցին կարգ ու կանոնի եկեղեցի է, էլի, Աստված էլ կարգ ու կանոն ունի։ Եվ Պողոսը դատապարտում էր այս երևույթները, ասում է, բանը, մեկիկ մարգարեացեք, եթե խոսում եք, բայց այդ մեկիկ մարգարյանալն էլ գիտեք ինչ է, մարդիկ այս մարգարեություն բառնել են մի քիչ արդեն սխալ հասկանում, անպայման այն պատկերացնում, որ մեկը պետք է ասի, բանը, այսպես է ասում Տերը, այն մեկն էլ ասում, այսպես է, գիտեք, Տերը միաժամանակ 4-ը ծառայի իրար հետ չի խոսացնի, եթե տեղ կա մի ժողովուրդ է, Տերը խոսում է մի հոգու հետ, եթե բան ունի ասելու, այդ մի հոգու միջոցով կասի ժողովրդին, Երեմիային ասեց, Եսային ասեց, տարբեր մարգարեների Ոչ թե 4 հոգի կայնացնում է, 4 հոգին միաժամանակ խոսում են տարբեր բաներ, ու որը բաց թողեմ, որը լսեմ։ Այս չի մարգարեություն, բայց մարգարեական ծառայություն կար, որ ասենք, տեսեք, մեկը երգում է մարգարեաբար։ Կարող է այն երգն է երգում, որ քո սրտի բժշկությունն է այսօր այդ երգը։ Այդ երգի ասելիքը, խոսքերը քո համար այսօր մարգարեական էին։ Մեկը խոսում է պատգամ է տալիս մարգարեական։ Ինքը չի ասում այսպես է ասում Տերը։ Խոսում է Աստվածաշնչից եւ դա քո սրտին բժշկություն է բերում։ Սա մարգարեական է։ Մեկը աղոթում է մարգարեական։ Ձերը դնում է չի ասում, այսպես է ասում Տերը, հիմա պետքա սենց լինի, չի ասում այսպես։ Աղոթում է, ասում է Տեր ջան, իմ քրոջ համար այսպես, իմ եղբոր համար այսպես, աղոթում է եւ այդ խոսքը մարգարեական է։ Ու ասենք չի ասե, որ մենք զավակ ենք ուզում կամ անպատղություն կա, մարդիկ են զույգ են եկել, գնացել ես միտեղ աղոթելու, իմ հետեղ էլա։ Գնացել եմ միտեղ աղոթելու, եկել է զույգ են եկել, բանը Մեր համար մի հատ կաղոթեք, զույգի համար ինչ կարա կաղոթեք, որ երկուսով իրար հետ, հավատարմորեն Տիրոջը ծառայեն, Աստված իր ծրագրի մեջ բանը, օրհնի իրանց ընտանիքը, էս, հո չգիտես, որ երեխա չունեն, 12 տարի ամուսնացած են, երեխա չունեն, մեկ էլ հանգարց աղոթում ես, ասում ես, ու Տեր, խնդրում եմ, որ բաց անես եւ օրհնես, որպեսզի այս ընտանիքում զավակ ծնվի, մարգարեական ստացվեց, ես չէր իմանում, որ հանգարց այդտեղ բան չկա, երեխա չկա այդ ընտանիքում։ Սա կարա լինի մարգարեական։ Այստեղ ամեն մեկը ով ինչ գիտեր, փորձում էր որպես մարգարեական ներկայացնել, ստացվում էր մի հատ խառնաշփոթություն։ Լեզուներ էին աղոթում, թարգմանող չկար, ասում էր որ թարգմանող չկան, չէ՞ք լեզուներ աղոթում։ Գնա, եթե թարգմանություն կլինի եկեղեցու շինության համար, թող լինի այդ ամեն ինչը, բայց եթե չէ, քո անհատական աղոթների մեջ գնա աղոթի, խնդիր չկա, բայց եկեղեցում այդ բարձրագոչ, հուզական, այդ, չգիտեմ, չեմ դատապարտում, սիրելիներ այդ երևույթները, բայց որքանով է դա նորմալ, եթե դրսից մեկը մտնի։ Ինչ կտեսնի, քեզ նորմալ մարդու տեղ կդնի, թե չէ։ Մենք այնքան գայթակղություն ենք եղել մեր հարազատների, բարեկամների ու աշխարհի մարդկանց առաջ մեր այդ ֆանատիկությամբ։ Բավականին մեծ գայթակղություն։ Մարդիկ մեզ նորմալ մարդու տեղ չէին դնում, ասեն, գիժ են, մի բան տարել է սրանց մոտ, մի բան խփել է։ Եվ Պողոսը կանգնում էր սրա առաջ ու ասում էր՝ մի արեք այսպիսի բաներ, ամեն բան թող կարգով լինի, ամեն բան թող պատշաճ ձևով լինի, ճիշտ ձևով լինի։ Ուրեմն
Ես տեսել եմ համացանցում այդպիսի բաներ, մարդը ինչ կենթանու ձեն ասես, որ չի հանում։ Ինչ մեկնաբանություններ, ինչ հայհոյանքներ են գրում տակը, էլ չես ուզում կարդաս, թերթում ես։ Մարդը կանգնել է բանով, սկսում է լեզուներով աղոթել բանից, էկրանից։ Ինչի համար ես անում այդ։ Ինչն ես ուզում ցույց տաս, եղբայր։ Հնարավոր է հայրեն աղոթել, աղոթի իր համար։ Թող լսողն էլ հասկանա ինչ ես ասում։ Մանավանդ որ այդ լեզուն հնարավոր է որ լինի հստակ լեզու։ Գիտեք, երբ որ մենք լեզուներով աղոթում ենք, այսպիսի դեպքեր եղել, եղբայրներից մեկը Պրիբալտիկա է գնում, Պրիբալտիկայում այնտեղ չեմ հիշում Լատվիայում ա եղել, թե Լիտվայում ա եղել, հավաքվել այնտեղ կոնֆերանսի ժամանակ, ու մեկ էլ լսում ա, որ մեկը մաքուր գրական հայրենով այդ ինչ աղոթքանում, այդ ինչ բառեր, այդ ինչ մտքեր, այդ ինչ հրաշք, ու վերջում մոտենում ասում ա, եղբայր ասում ա, որտեղից ես դու։ Մեկը ասում ա, «Что?» Ասում ա, «Դու հայրեն էիր խոսում», ասում ա, «Простите, я вас не понимаю». Ասում ա, «Вы только что молились на моем родном языке». Ասում ա, մի անգամից աշկերից թափավ, ասես ինչ էի ասում։ Սա Սուրբ Հոգու դրսևորում է։ Բայց հնարավոր է, որ դա լինի անհասկանալի, հրեշտակների լեզու, անբարբար հառաչանք, եւ սա չհասկացվի մարդկանց կողմից, ինչի համար ես դա անեմ։ Դա իմ անձնականն է Աստծո հետ, թող դա մնա մեր մեջ։ Այնպես որ եկեք սրա վրա ուշադրություն դարձնենք, սա էլ բացասական երևույթեր են դեղ։ Ավետարանի մաքրության վտանգ կար Կորինթոսի եկեղեցում։ Երկրորդ Կորինթացիս 11:4-ում Պողոսը մի սարսափելի հայտարարություն է անում կորինթացիների եկեղեցիներին։ Ինչ է ասում։ Որովհետև եթե մեկը գա եւ ուրիշ Հիսուս քարոզի, որին մենք չքարոզեցինք, կամ ուրիշ հոգի ընդունեք, որ չեք ստացել, կամ ձեր ընդունածից տարբեր ավետարան, նրան հաճույքով կընդունեք։ Չի ասում է, որ հնարավոր է, որ դուք նրան ընդունեք։ Ասում է, եթե մեկը գա այդպիսի բան անի, դուք իրան կընդունեք։ Այսինքն հասել եք այդտեղ, Կորինթոս։ Վերջերս մի երիտասարդ քահանայի տեսա, ես որ խոսում եմ ավետարանի մաքրության մասին, չեմ կարող չանդրադառնալ այս թեմային, մի երիտասարդ քահանա տեսա, 2 հոգի հավաքել է իր կողքը, ու ինչ ուզում սրանց կերցնում է, ինչի եմ քսես կոպիտ ասում, որովհետև երբ որ մարդը գաղափար չունի այդ թեմայից, ու դու ինչ ուզում ասում ես, ինքն է զարմանում քո ասածի վրա ու էդի կուլ է տալիս, էդի հենց այդպես էլ կոչվում է։ Գիտեք ինչու մեր մեղադրում բողոքական եկեղեցիներին այդ երիտասարդ քահանան։ Ջայլ երեխա է։ Մեղադրում էր այն բանի մեջ, որ բողոքական եկեղեցիները մենակ Աստվածաշունչն են ընդունում որպես հիմք եւ ճշմարտություն։ Մեր հայրերի գրքերը չեն հավասարեցնում Աստվածաշունչին։ Մեր ավանդույթները, որ հայրերը գրել են, այդ գրքերին բանի տեղ չեն դնում, մենակ Աստվածաշունչն են ասում ընդունում։ Այ երիտասարդ ջան, այ բալիկ ջան, դու չես հասկանում ինչ ես խոսում։ Այդ որ գիրքը կարաս բերես բանանես, դնես Աստվածաշունչի կողքին որպես ճշմարտություն։ Ինչի մասին ես դու խոսում։ Աստվածաշունչը հենց կոչվում է Աստվածաշունչ, Աստծո շնչով գրված, Աստծո բերանից դուրս եկած։ Նշվում է, որ այս խոսքի վրա ոչ ավելացնես, ոչ պակասացնես սրանից։ Եթե ավելացնես, հարվածներդ էլ կավելացնես, պատիժներդ կավելացնես, պակասացնես, փայիցդ կպակասացնես։ Դու որ գիրքը կարաս բերես տնես սրա կողքը։ Հայրեր, իսկ միթե բոլոր հայրերն են խելացի։ Հեշտ տեսել եք հայրեր։ Մի հատ բան ասում, բայց դու մի անես, ինչի համար, որտեղ ինքը հայր է։ Շատ էլ հայր է։ 1000 ներողություն, մի քիչ կոպիտ կարող է հնչի, կենդանիներն էլ են հայր դառնում։ Բայց այդտեղ այդ հայրության մասին չի խոսքի։ Եթե դու մի բան ես ներկայացնում, որը Աստվածաշունչ է ինքը, տեսեք, ես որ խոսում եմ, էսի ոչի նշանակում, ես որ հիմա խոսում եմ, Աստվածաշունչ է իմ խոսելը։ Իմ խոսելը Աստվածաշունչ չի։ Ես փորձում եմ Աստծո օգնությամբ մեկնաբանել այն ինչ որ գրված է Աստվածաշնչում եւ հիմքը վերցնում եմ Աստծո խոսքը։
Բայց եթե մեկը գա, ասի, գիտեք ինչ, եկեք բան անենք, մի հատ տյառն ընթառաջ անենք։ Տյառն ընթառաջը որ մենք բացատրեք ինձ։ Այդ կրակի վրայով թռնելը, տրնդեզը, որ սարքինք տյառն ընթառաջ, սրբվավ։ Այդ հեթանոսությունը, որ սարքեցիք, փրկվավ։ Այդ որ բաները աստղիկ չաստվածուհուն նվիրված պաշտամունքը սարքեցիք ջրոցի պայծառակերպության որ սարքեցիք, սրբվավ։ Ով ուզում է սեղի, ուզում է հայրեղի, ուզում է մայրեղի։ Հիսուսին Մարիամին սարքեցին բան։ Հիմա այդ հայրերից այդ մեկն է գրելա, որ Մարիամը այդպես էլ կույս մնաց մինչև վերջ։ Սիրելիներ, այստեղ գրված է Հովսեփը չմոտեցավ իր կնոջը մինչև իրեն ծանրանիկ որդին ծնվելը։ Մինչև Հիսուսի ծնվելը։ Այսինքն մինչև այդտեղ չմոտեցավ։ Դրանից հետո մոտեցավ։ Հետո եկան ասին, Հիսուսին ասեցին քո մայրը, քո եղբայրները եկել են, որ քեզ տանեն։ Ասեց ովքեր են իմ մայրը, իմ եղբայրը, իմ քույրը, իմ եղբայրը, նրանք ովքեր կատարում են իմ երկնավոր կամքը։ Հիսուսը իր ամբողջ կյանքի ընթացքում Մարիամին մամա չասեց, ասեց ով կին։ Մանկության ժամանակ չգիտեմ ինչ ասե։ Ծառայության տարիներին, այն ինչ որ մեզ հայտնի է ավետարաններից, նա միշտ Մարիամին ասել է ով կին։ Գիտեք ինչի, ցույց տալու համար, որ նա ընդամենը կինը, շնորհընկալ կույս։ Շատերը ավետարանը կարծես ասում են շնորհակալ կույս, շնորհակալ չէ, շնորհընկալ, այսինքն շնոր ընկալող։ Աստծուց շնորհ է ընկալել։ Ինչ շնորհ, որ Հիսուսը քեզանից ծնվի։ Էհա, հետո Մարիամը դառավ արդեն բան բարեխոս։ Այդ երբ անից մենք սկսեցինք ընդունել Մարիամի բարեխոսությունը, երբ որ Սուրբ Գիրքն ասում է, մեկ բարեխոս կա մարդու եւ Աստծո միջև Հիսուս Քրիստոս մարդը։ Հիմա հայրերը շատ բան են ասել։ Ինչ անեմ։ Ընդունեմ այդ։ Աստվածաշունչը։ Էսի այդ քարն է, որ հայրերը գան ընկնեն այս քարի վրա, եթե այս քարի նույն նյութից է, թող մնա։ Բայց եթե չէ, թող փշրվի։ Ու սա էլ ում վրա որ ընկնի, նորից պիտի փշրի։ Եվ ես համաձայն եմ այդ փշրումին։ Ասում էր այս երիտասարդը, որ ոչ ոք որպես անհատ չի կարող փրկվել։ Ասում էր, եթե չի մասնակցում եկեղեցու պատարակներին, նա չի կարող։ Փրկությունը անհատական չէ, փրկությունը համայնքային է։ Բառացի եմ ասում։ Մարդը փրկվում է պատարակին մասնակցելով, համայնքում գտնվելով, որտեվ չգիտեմ այս մարդը որտեղից ինչա կարդացել, բայց ընդամենը երկու համար խոսեմ Սուրբ Գրքից, որ այս մարդու այդ ծուռ վարդապետությունը տնեմ մի կողմ, որ հանկարծ մեր միջից էլ մարդ չլինի, որ ասի, հա, կարող է ճիշտ ասում։ Ասում ձեզ։ Հովհաննես 3:16 Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև անգամ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով որ նրան հավատա, ովքեր որ նրան հավատան չէ, ով որ նրան հավատա, հավիտենական կյանք ունենա։ Ով որ նրան հավատա։ Առաջի Կորինթացիս 6:16 ասում է, կամ չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, եւ որն Աստծուց ունեք, եւ դուք ձերը չեք։ Եթե ես Աստծո տաճար եմ, ու իմ մեջ Աստված է ապրում, որպես տաճար, ես փրկված եմ, թե փրկված չեմ։ Սիրելիներ, խնդրում եմ ուշադիր եղեք։ Դուք Աստծո տաճար եք։ Տանը, թե եկեղեցում։ Դուք կարող եք տանը հավատալով ընդունել Տիրոջը եւ ընդունել փրկություն։ Սակայն դուք տաճար եք, ոչ եկեղեցի։ Եվ որպիսի պահեք ձեր հավատն ու փրկությունը, դուք եկեղեցու կարիքն ունեք։ Լիքը փրկվածներ կլինեն երկնքում, դուք կհանդիպեք նրանց, տա Աստված։ Եվ կտեսնեք, որ նրանցից շատերը եկեղեցի չեն էլ հաճախել։ Ես չեմ քաջալերում եկեղեցի չհաճախելը, ինձ ճիշտ հասկացեք։ Բայց չեմ կարող թերագնահատել կամ թերացնել Աստծո մեծագույն շնորհը։ Եթե դու, ասում եմ, ով որ բարին գիտնա ու չանի, այն մեղք է անոր։ Եթե դու գիտես
այս մասին, որովհետև Տերը ասում է այդ եկեղեցու մասին, ասում է հաճախակի, ավելի հաճախակի հավաքվեք, ինչքան որ օրերը կմոտենան։ Տիրոջ օրերը։ Մենք այսօր Տիրոջ ոտնաձայներն ենք արդեն լսում։ Եվ ավելի հաճախ պետք է, ինչի համար, որպեսզի պահենք այդ։ Դու ընդունեցիր լուրը, ընդունեցիր այդ ավետարանը, փրկվեցիր քո տան մեջ։ Այո, փրկվեցիր միանշանակ, անվիճելի։ Բայց այդ փրկությունը պահել է պետք, սիրելիներ։ Այնքան հեշտ կկորցնես այդ։ Եթե դու եկեղեցում չլնես, այն մի փոքրիկ փայտի նման, որ կվառվես, կվերջանաս, դու կրակի այդ բոցի մեջ եղի։ Վառվռուն միշտ։ Որտեվ եկեղեցում սովորացնում են, եկեղեցում նախազգուշացնում են, եկեղեցում քեզ համար աղոթում են, եկեղեցում հազար, այստեղ այդ կենթանի այդ օրգանիզմն է, որտեղ Քրիստոսի Սուրբ Հոգին արյանպես այսպես ցիրկուլյացիա է անում, այդ մաքրում, սնում եւ այս եկեղեցուն կենթանի է պահում։ Դու առանց սրա չես կարող մնաս, բայց փրկություն, եթե մենք դնենք, ասենք դու չես փրկվում, որովհետև դու պատարագին չես մասնակցում, սա հերձվածողություն է, սիրելիներ, եւ Քրիստոսի շնորհը հողին հավասարեցնել է։ Եվս մի կարևոր բան ասեմ։ Դուք չեք կարող այնպիսի մի բան անել, որի շնորհիվ կվաստակեք փրկությունը։ Բայց կարող եք բազմաթիվ բաներ անել, որոնց պատճառով կկորցնեք փրկությունը։ Դրա համար դու եկեղեցու կարիքն ունես։ Դու Քրիստոսի կարիքն ունես։ Մոտենում եմ վերջին։ Ուրեմն որոշ մարդիկ, այս էլ մի բացասական կողմ էր, որոշ մարդիկ կասկածի տակ էին դնում Պողոսի առաքելությունը եւ տարվում սխալ ուսուցիչներով։ Բ Կորինթացիս 11-րդ գլուխ 5-ից 33 համարներ։ Այստեղ Պողոսը կարծես ստիպված էր պաշտպանելու իրեն որպես առաքյալ, որովհետև սխալ բաների հետևից էին գնում, հաշվի չառնելով այն որակները եւ այն անոթը, որի միջոցով Աստված ճշմարտությունը բերում էր Պողոսի կյանքում։ Չեք պատկերացնի ինչ վիճակում էր հասել Պողոսը, որ հարկ եղավ, որպեսզի ինքն իրեն պաշտպաներ։ Սովորաբար չես էլ արդարանում, ասում ես, դե այդքան ես հասկանում, ինչ ասեմ քեզ։ Բայց գալիս է մի պարագա, որ սկսում ես Պողոսը սկսեց իրան պաշտպանել, հրեային ես էլ, ես ինչ Բենյամինի ցեղից եմ, ես ինչ եմ, այն ինչ եմ, Գամաղիելի ոտն եմ մեծացել, առաջավոր եմ եղել, ես եմ եղել, Քրիստոսի համար այսքան բան եմ տարել, այսքան անգամ տպել են, ես 40-ից 1 պակաս ծեծ եմ կերել, հանեկցել են, իմացել են մեռած եմ, նորից հազար անդունդում եմ մնացել, էլ չգիտեմ ինչ եմ արել, այնքան բաներ էր պատմում ու ներկայացնում, այսինքն նշանակում Ռոզնարսեր, հələ տեսեք, ես հո հիմար չեմ, ես իմ կյանքն եմ դրել Քրիստոսի համար, միթե ես ձեզ վատություն կանեմ, միթե ես ձեզ սխալ ավետարան կանեմ, միթե ես համոզված չլինելով ավետարանի ճշմարտության վրա, այսքան բանի միջով կանցնեի, ես հո հիմար չեմ։ Ինչպես ենք մենք վերաբերվում մեր վերակացուներին, գիտեմ, որ մի հոգի կա իրա դուրս տեղ չի գա, որ ես այս բանը ասում եմ, բայց պարտավորեմ պետք է ասեմ։ Ինչպես եք վերաբերվում, օրինակ, ինչպես ես վերաբերվում քո հովվին, ով մի կյանք դրել է այս եկեղեցու համար, հալածանքով, վտարվելով, դավաճանվելով բարեկամներից ու հոգևոր եղբայրներից, բանտերով, սովով, զրկանքներով, շանտաժներով, բայց մնացել է հավատարիմ ու անկոտրուն։ Եթե նրա սիրուց բխած հանդիմանությունը ինչ որտեղ ցավեցնում է քեզ, իսկ խորհուրդը այնքան էլ սրտովդ չի, ինչպես ես վարվում։ Եկանք այդ նույն կետին, որ Պողոս առաքյալը հասել էր այդտեղ։ Այն ինչ թվարկեցի, այս մարդը անցել է դրանով։ Կյանք է դրել այս եկեղեցու համար։ Եվ եթե ինչ որ բանով, խորհրդով, ինչ որ իմաստություն խոսելով, ինչ որ բաներով, նույնիսկ քեզ հանդիմանում է, ինչ որ բաներ ասում, ինչպես ես վերաբերվում սրան։ Ոնց որ այն ժամանակ կորինթացիները Պողոսին, միթե սա ճիշտ է։ Ես խորհուրդ կտամ, որ գնանք տուն մի հատ 11-րդ գլուխը 2-րդ Կորինթացիների մի հատ էլ կարդանք։
Պողոսը հանդիմանում էր այս վիճակը, սիրելիներ։ Անցնենք վերջի բաննա, մի քանի րոպե կտևի, 5 րոպե չի տևի, կվերջացնեմ։ Գթասրտություն եւ նվիրատվություններ։ Կորինթացիները այս հարցում էլ այնքան պատրաստական չէին, որի պատճառով Պողոսը օրինակ է բերում մակեդոնացիներին, որ իրենց կարողությունից ավել տալիս էին եւ նույնիսկ աղաչում էին, որ առաքյալները ընդունեն։ Հեշտ տեսել եք այդպիսի նվիրատվություններ, որ տանես մեկին մի բան նվիրես, մի հատ էլ աղաչես, որ քեզնից ընդունեն էդի։ Բերել եմ իմ կարողությունից ավել, պարտքերի տակ թաղված եմ, այն չունեցածս էլ գնաց է վարկեի վերցե, որ մի գործ անեի, բերել եմ էտել, այսպես դրել եմ Աշոտ ոտերի տակ, ասում աղաչում եմ ընդունի էսի։ Մենք դաշե այն բանը, որ կարողություն ունենք մի փոքր մեկին մի բան ենք անում, ուզում ենք գնահատված լինել։ Էլ ու մնաց աղաչի։ Այսպես էին մակեդոնացիները եւ կորինթացիները ունենալով այդքան պարգևներ եկեղեցում, ունենալով այդքան ինքը առևտրական քաղաք էր, մարդիկ բան չէին, շատ աղքատ չէին այնտեղ, ոնց որ մակեդոնացիներն էին։ Մակեդոնացիները ծայրահեղ աղքատության մեջ էին ապրում, բայց առատաձեռնություն էին ցույց տալի։ Կորինթացիները շարժուն քաղաք էր այդտեղ, Կորինթոսը, առևտրական կենտրոն էր, ծովափեր, հա, եւ այդտեղ շարժ կար, բայց մարդիկ փակ ձեռ էին, Աստծո համար չունեին սիրտ անելու։ Եվ հետաքրքիր է, թե Պողոսը ինչա գրում, ասում է. «Միթե մեղք գործեցի, որ ինքս ինձ խոնարեցի, որպեսզի դուք բարձրանաք, որ Աստծո ավետարանը ձեզ ձրի քարոզեցի, ուրիշ եկեղեցիների կողոպտեցի եւ ապրուստ վերցրի ձեզ ծառայելու համար։ Եվ երբ ձեզ մոտ էի, նույնիսկ կարիքի մեջ լինելով, ձեզանից որևէ մեկին բեռ չեղա, որովհետև իմ կարիքը Մակեդոնիայից եկած եղբայրները հոգացին։ Ամեն կերպ առանց ձեզ վրա բեռ լինելու ինքս ինձ պահեցի ու կպահեմ»։ Ասում պահել եմ, էլի կպահեմ, չեմ վերցնի ձեզանից։ Գիտեք ինչի, որտեղ հոժարակամ չէին տալի։ Մարդկա ասում է, այ մարդ թո տա ինչ կնով ուզում է թո տա, թո ջղայնանալով տա, թո ուրախ տա, լիժ բտա։ Բայց Պողոսը այդպես չէր մտածում, ասում է չի կարելի, եթե Էդի դու հասկանալով չես անում, հոժարակամ չես անում, դու գիտակցաբար չես անում այդ, գնահատելով չես անում, մի հատ էլ չես աղաչում, որ էդի ընդունեն Աստծո գործի համար, ավելի լավ է մի արա։ Մի արա, ախպեր, պետք չի։ Չեմ եղել ձեր վրա նեղություն, չեմ էլ լնելու, ասում է։ Ուրիշից բերել են, որ ես գամ ձեզի ծառայեմ, որ դու կյանք ունենաս։ Բաներ կա, սիրելիներ, որ պետքա նյութականից անցնենք այն կողմ արժեքների մեջ, էլի։ Մենք պետք է հասկանանք ինչն է արժեք։ Մենք արժեքը տեսնում ենք միշտ նյութականի մեջ, այդ անտեր թղթի մեջ, էլի, որ այդ թուղթը տարար մի տեղ տվիր, էդի արժեք ունի, քեզ մի բան տվեցին։ Այդ ոսկին տարար մի տեղ տվիր, էդի արժեք ունի։ Իսկ արժեք ունի այն խոսքը, որը Աստծուց վերցվել եւ տրվել է քեզ, այն ժամանակը, որը ծախսվել է, որպեսզի մարդը առանձնանա Աստծո հետ, ժամանակ տա Աստծուն, այդ իր գործի հաշվին, իր հանգստի հաշվին, իր հազար բանի հաշվին, կյանք է դնում այս եկեղեցու համար, մարդը գալիս է բերում է, sense գեղեցիկ հրամցնում է, դու էլ գալիս ես այդտեղ լսում ես ընտանեկան խնդիրներիդ լուծումը որն է, հարաբերություններդ ոնց շտկես, Աստծո հետ ոնց վարվես, մյուս հարցեր, այսինքն լուծվում է քո բանը, թե ֆինանսական խնդիրներ ունես, գալիս են քո համար աղոթում են, որ Աստված այդ խնդիրները լուծի, հազար ձևի, արդյոք էսի չի երևում, սիրելիներ, սա բառ է, այստեղից խոսում ես, բառ ես խոսում, աղոթք ես անում, բառ ես խոսում, բայց դրա մեջ արժեք կա, սիրելիներ։ Իսկ մենք այդ արժեքը չենք տեսնում, մենք տեսնում ենք այն արժեքը, որը որ հենց այս պահին տվեցիր, ստացար եւ նյութական է։ Եվ ստեղ Պողոսը գեղեցիկ ակնարկ է անում այն մասին, ասում է, նորից եմ ուզում այդ համարը կարդալ ու վերջացնեմ։ Ասում է. «Միթե մեղք գործեցի, որ ինքս ինձ խոնարեցրի», 2 Կորինթացիս 11-րդ գլուխ 7-ից 9 համարներն են։ «Որ ինքս ինձ խոնարեցրի, որպեսզի դուք բարձրանաք, որ Աստծո ավետարանը ձեզ ձրի քարոզեցի,
ուրիշ եկեղեցիների կողոպտեցի եւ ապրուստ վերցրի ձեզ ծառայելու համար։ Եվ երբ ձեզ մոտ էի նույնիսկ կարիքի մեջ լինելով ձեզ որևէ մեկին բեռ չեղա, որովհետև իմ կարիքը Մակեդոնիայից եկած եղբայրները հոգացին, ամեն կերպ առանց ձեզ վրա բեռ լինելու ինքս ինձ պահեցի ու կպահեմ։ Այսպես էր ապրում Պողոսը եւ այսպես էր խոսում կորինթացիներին, կարծես մի քիչ թասիբի գցելով։ Եվ սրանք երևույթներ էին, որ արկա էին եկեղեցում։ Եվ Պողոսը դեղահաբ էր տալիս եկեղեցիներին, սովորեցնում էր, թե ինչպես ապրել եկեղեցում, ինչպես վարվել եկեղեցում, ինչն է ընդունելի եկեղեցում, ինչն է, որ չի ընդունվում եւ չի հանդուրժվում եկեղեցու կողմից։ Եվ սրանք ոչ թե նրա համար էին, որ ձևավորվեր մի բարոյական եւ գեղեցիկ համայնք, այլ նրա համար էր, որպիսի մարդիկ չկորցնեն այն արժեքը, որ Քրիստոսի արյամբ ձեռք բերվեց, ձեր փրկությունը եւ ձեր հավիտենությունը։ Այնպես որ սա մեզ ինքներս էլ պետք է մտածենք, սա մեզ առիթ է տալիս մտածելու, խորելու այս հարցի շուրջ եւ այդ դեղերը կիրառելու նաեւ մեզ համար, սիրելի եկեղեցի։ Աղոթք սա, որ Սուրբ Հոգին տեղ հասցնի ամեն բան ճիշտ հասկանալու, ճիշտ կշռելու եւ ինչու՞ չէ մեր շտկումներ անելու մեր կյանքի մեջ։ Տերը թող օրհնի ձեզ այսքան այսօր։